Մարքեթինգ պլանի մասին ինձ թվում է իմ գրասենյակում մտած ամենաառաջին իսկ հանդիպման ժամանակ ես շատ մեծ տեղ եմ տալի մարքեթինգ պլանին, շատ մեծ։ Ես յուրաքանչյուր մարդու միշտ ասում եմ, եթե դուք համալսարանական որևիցե բաժին ընտրեք, որտեղ կա մարքեթինգային գործ, դուք մինչև մաթեմատիկա քննություն չկա, դուք չեք կարող ընդունել մարքեթինգային բաժին։ Այսինքն, մարքեթինգային գործի մասին պետք է ունենանք մի փոքր ավելի լուրջ մոտեցում։ Որովհետև եթե մենք մի փոքր լուրջ ենք մոտենում մարքեթինգային աշխատանքին, հասկանում ենք, որ մեզ գոնե մարքեթինգում պետք է խելացի մարդիկ, որոնք ուզում են ունենալ շատ գումարներ, վստահ կարամ ձեզ ասեմ, դուք շատ արագ կձեռք բերեք ձեր շրջապատում տվյալ մարդկանց, որովհետև դուք միշտ բացառում եք մարքեթինգում հրավիրեք այն մարդկանց, ովքեր հատուկ ծնված են մարքեթինգում առաջ գնալու համար։ Լավ։ Ամենալավ ժամանակահատվածը նա ամենալավ ժամանակահատվածը, որ հենց այսքան մարդկանց մեջից դուք սկսեք աշխատել, լավ։ Մի հատ կասեք ամեն մեկը յուրաքանչյուր քանի հոգի եք ճանաչում, ով որ չի աշխատում, բայց գիտի ֆաբրիկի մասին։ Շատ։ Որով տեղերում 90% Հայաստանի։ Ոչ, нет, գիտես պրոդուկցիա, ոչ։ Տեսեք, տպավորությունն է, որ շատերը բոլորը Հայաստանում էլ տեղ չկա։ Էլ չգիտեն, բոլորը գիտեն, բոլորը զբաղվում են, նման բան չկա։ Մեր բազան այնքան կուլտուր է շատ, ու մենք դա պետք է մեծացնենք։ Այսինքն մարդը միգուցե լսել է, բայց այնքան բացասական բան է լսել, տեսել, որ լսել չի։ Մենք պետք է նենց անենք ներկայացնենք ճիշտ ձևով, գրագետ ձևով, որ մարդիկ ուզենան գան և ստեղծեն իրանց բիզնեսը, գան և ինչ-որ բանի հասնեն։ Ասեմ ձեզ, մեր բազան ընդհանուր գրանցված 35,000 հոգի են, բոլի-մենյա սենց ակտիվ 15-ից 19,000 հոգի են, իսկ մշտապես որ պատվերներ կատարում 4,5-ից 5,000 հոգի են։ Ու պատկերացնում եք ինչքան աշխատելու տեղ կա։ Մի ասեք, որ մարդ չի մնացել գրանցել, չկա, կա, ժողովուրդ իրականում կան։ Հաշվենք օրինակ 3 միլիոն են ասում, Հայաստանում բնակվում են, բայց դե 3 միլիոնից հանենք 1 միլիոն, չէ, կան, հիմա վերադառնում են շատ իրականում։ Ասենք հանենք 1 միլիոն ծերերին, մեծահասակներին, երեխաներին, ու 1 միլիոն էլ են մարդիկ, ովքեր ունի, չգիտեմ ինչ է, չի ուզացրել։ 1 միլիոնից, որը մնում է, ասենք թեկուզ 500,000-ից, 5,000 հոգի են աշխատում, պատկերացնում, մնացածը կամ մեկ ու մեջ են աշխատում, ու կարելի ասել չեն աշխատում, ուղղակի զբաղվում են, ուղղակի ինչ-որ մի բանից օգտվում են, կամ ընդհանրապես լսել չեն ուզում, կամ չգիտեն, հավատացեք շատ մարդ կա, որ դաժե չգիտի, իմ շրջապատում կան մարդիկ, որ չգիտեն, ուղղակի ես դե չեմ կարող, ես չեմ աշխատում, ես գլխամասն եմ աշխատում, ու որ հարցնում են որտեղ ես, ասում եմ Փաթեհավորսկում, ետ ինչ է, ասում մերոնց տիգնամ ասում շատ հարցնում են ետ ինչ ասում, իսական ֆիրմա է շատ լավ, ամեն ինչ ունենք իմ, ամենակազմետիկա չի, ամեն ինչ, այնպես որ աշխատեք, անպայման կգտնեք ձեր մարդկանց, շատ խոսած, դե ասած, ինչ դախոզներ կարանք մենք ստանանք վարել։ Մեր Ֆաբրիկում հիմնական եկամուտները, մեր ընկերության եկամուտները իրականում շատ են եկամուտները։ Մենք կարող ենք ունենալ եկամուտ ամենաառաջինը, երբ որ մարդը գրանցվում է ընկերություն, մեր առաջին քայլի նվերը, մեր գնումներ կատարելուց որպես օգտվող, հաճախորդ, քայլային նվերները 20-ից 26% իր զերծային տարբերակները, ճիշտ է։ Մենք կարող ենք ունենալ ընկերությունից մեր կատարած գնումների դիմաց նվերներ և պլյուս դա ունենալ 20-ից 26% եկամուտ։ Երկրորդը, սկիզբկաները։ Ձեզանից բոլորդ գիտեք,
որ ձեր խումբ ստեղծելու ընթացքում ձեզ գումար ան նստում, որին 65%-ը դուրս է գալի սկիզբկայի տեսքով, այսինքն, իսկ մյուս մասը դուք կարող եք կանխիկացնել, արդեն ձեր հաշվին է մնում, մյուս մասը դուք արդեն վճարում եք։ 600 բաներ ովքեր որ կան ստեղ, արդեն այդ հարցին իրանք առաջ հանդիպել են։ Բայց պլյուս դա մենք կարող ենք նաև 1000 բալից սկսած դուք արդեն կարող եք կոնտրակտիզացիա անել եւ բացի սկիզբկայի տարբերակով նաև ձեր գումարները կանխիկացնել։ Բիզնես բոնուսների մասին, տեսեք, բոնուսների մասին։ Դուք ոնց եք կարծում, որովհետեւ հիմնարկում դուք եթե աշխատել եք կամ աշխատում եք, ոչ մի հիմնարկում, ոնց որ իմ ընկերությունում ես միշտ ասում եմ, չեմ տրամադրի այնքան գումար, ես ստանում եմ ուղևորության տոմսեր, ես ստանում եմ 2 միլիոնից ավել գումարներ, որպես պրեմիաներ եմ ստանում դրանք։ Նվերներ եմ ստանում, ինչքան են գրավում ֆիրման, ինչքան է տանում, այս կողմեն հրավիրում շատ տեղեր են գնում, որտեղ այս վերջի անգամ նաև իմեջին հիմնական բոլորը հետևում եք, մենք բոյլինգ խաղալու էին գնացել, այսինքն անընդհատ քաղաքից դուրս, քաղաքի ներսում տարբեր միջոցառումների ենք մենք մասնակցում ընկերության հրավերքով։ Պլյուս դա մենք ունենում ենք նաև հնարավորություն, օրինակ երկրից դուրս ես ունեցա ուղևորության հնարավորություն, որի ժամանակ ընկերությունը իհարկե մեր հարևան երկիրն էր, մենք հրաժարվեցինք, ընկերությունը մեզ տրամադրեց 500,000 դրամի սահմաններում գումար, որը ամեն դեպքում բոլորի համար էլ դա հաճելի կլիներ։ Եվ պլյուս դա ունենում ենք ուղևորություններ, ես ինքս արդեն հանգստացել եմ ընկերության շնորհիվ 10 եւ ավել երկրներում։ Բացի դա 21 օրը մեկ ստանում ենք ստաբիլ եկամուտ աշխատավարձ ասվածը, որը որ ստաբիլ ես բանկով ստանում եմ ընկերության կողմից։ Ունենում ենք բոնուս մատերինստվաները, որը որ ես իմ 3-րդ բալիկի ծննդաբերումից հետո ստացա ֆիզ արձակուրդ ոնց է որ բոլորի մեջ տրված է 700,000 դրամ 3-րդ բալիկիս համար ընկերության կողմից գումար ստացա։ Ասեմ որ մենք ունենք գումար երեխա որդեգրման համար։ Այսինքն դիրեկտոր լինելուց ունենք բոնուս ստաբիլ նստի է։ Մեր եկամուտները, որ ես սկսում եմ թվարկել, մարդկանց ուղղակի ասեմ, որ ես այդ մարդկանցից եմ, որ բոլորը պատշաճ ձևով ստանում են։ Բոլորը։ Այս շատ է ուզում հենց այս սլայդից եմ ձեր հետ խոսել, տեսեք։ Ուրեմն մեր ապրանքատեսականոց ռենովաժի մասին բոլորս տեղյակ ենք, ճիշտ է, կրեմ, որը ռենովաժ, բոլորիս համար ծանոթ կրեմ է։ Մեր տարիքակիցներից յուրաքանչյուրի մայրը կարիք ունի հենց այս կրեմի, նույնիսկ մենք այս կրեմի օգտագործման կարիքը ունենք։ Ռենովաժի մասը կա, եթե մեկ անգամ ձեզանից որևիցե մեկը վերցնի ռենովաժի մասկան օգտագործի, ես ունեմ շրջապատում ծանոթ ընկերուհիներ, որոնք նույնիսկ ֆուլ ներարկումների են գնում, բայց ռենովաժի մասկայի իրակ այն տեսակ հաճախորդները, որ ես նույնիսկ ես անգամ ես ուզում եմ անկաղոտ նարինտել է սկսում, որտեղ այդքան կարճ ժամանակում անընդհատ դրա մասկան վերցնել եւ օգտագործել, ուրեմն տեսեք, ռենովաժի օրինակով ուզում եմ ձեզ ցույց տամ։ Մի հատի արժեքը։ Մեկ հատի ալագիգինը, սկվադիգինը, որը դուք 20% ստանում եք, ինչքան է տարբերությունն, այսքան աշխատում եք, այսինքն եթե ինչ-որ մեկը ձեզանից գնի կատարի, մեկ հատի մեջ այդքանն է։ 5 հատ որ վաճառեցիք, արդեն իսկ դա միայն ձեր այդ 20%, որը որ դուք ունեք, դրա համար մենք միշտ ասում ենք, կատալոգից ցածր գներով խստի վարկերում է վաճառքը, որ դուք մեր խորհրդատուները կարողանաք գումար վաստակել։ Հենց այդ ձեր 20%-ը որ կա, ես հասկանում եմ, շատ անգամ ասում են, չէ, վաճառքը խստի վարկերում է ընդհանուր։ Բայց նաև գիտակցում ենք, որ 50 բալը, եթե դուք մարքեթինգի մեջ մտել եք, 50 բալը դժվար է շատերի համար անել։ Դրա համար շատ շատերը ունեն հաճախորդներ, որոնք ասենք 3 ամիսը մեկ վերցնում է մեկը շամպուն, կամ մեկը, չգիտեմ, նետ, մեկը ռենովաժ, մեկը ավելի թանկ բան, ու դրանով դուք իսկ արդեն կարողանում եք ճիշտ պլանավորել ձեր բալերը։ Դրա համար ուշադրություն դարձրեք այդ կատալոգին և ձեր 20 կամ 26% զեղչը։
Ես օրինակ այս սլայդից առաջ երբ որ խոսեցին մեր եկամուտների մասին, ինչքան եկամուտներ կարող ձեռք բերել, ու հետո մենք ունենք այս սլայդը։ Այդ ամբողջ եկամուտները ունենալու համար դու պետք է ընդհանրապես ճիշտ տարբերակեք մեկ ապրանքատեսականի, ինչ արժեքով է նստում ձեր վրա, ինչքան եկամուտ ունեք ու 5-6 ապրանքից ինչքան կունենաք։ Ու եթե դուք կատալոգը վերցնելուց ոչ թե տակ հաճախորդի, որ հաճախորդը որոշի ինքը ինչ է ուզում, այլ դուք կարողանաք դառնալ ճիշտ խորհրդատու, գրագետ խորհրդատու ու կատալոգը տալու հետ միասին օգնեք ճիշտ ապրանք, նույնիսկ հաճախորդին տրամադրես, որ գիտես քո մայրիկը պատվիրելու դեպքում, քո մորքուրը, քո մամայի ընկերուհին, բոլորը 5 ապրանքատեսականու դեպքում դու այսքան գումար կարող ես արդեն աշխատել տանը նստած, վստահ ձեզ ասում եմ, որ տվյալ մարդը կդառնա ձեր ամենալավագույն խորհրդատուն։ Լավ, անցնենք հաջորդ սլայդին։ Իմ ամենասիրած սլայդն է, որը ես եմ, որ ամեն իմ գրասենյակ մտնողի ես դա ներկայացնում եմ։ 540-ով է, հիմա ընդհանրապես սա բազմապատկվում է 540-ով։ Հիմա տեսեք, 100 բարից սկսած, երբ որ մարդիկ գալիս են ընկերություն, բոլորը տեղեկացված են, որ գալի է $1000 գումար ստանալ, գալիս են ընկերություն եւ հասնելու համար 23%-ի իրենց թվում է մեկ շաբաթից, մեկ ամսից կարելի է հասնել։ Ինչի՞ չէ, կարա դա լինի 1 տարուց կամ 2 տարուց, բայց մենք մինչև այս դիրեկտորի ստատուսին հասնելը, մենք վերևում ունենք էլի բազմաթիվ լավ ստատուսներ, ճանապարհ, որը կարելի է հաղթահարել շատ ճիշտ ուղղություններով։ Ես համարում եմ, որ մեր առաջին հարթակը հաջողության աստիճանի նկար, ես թվում բոլորը տեսել եք։ Հաջողության աստիճանի առաջին աստիճանը սկսվում է հենց 100 բալից։ 100 միավորից, 100 միավորի ժամանակ դուք հանդիսանում եք կոնսուլտանտ։ Իսկ ոնց եք կարծում, ձեր բոլորի խմբերում ունեք կոնսուլտանտներ, որոնք անում են 7 բալ, 8 բալ։ Ու իրանք էլ ուր կանգնում, չեն կանգնում, ասում են ես Ֆաբերլիկի աշխատող եմ, քիչ ամենացած են տնօրեն եմ Ֆաբերլիկ։ Դրա համար սկսում եք աշխատանքում վերանայումներ անել։ Եթե մարդը ուզում է իրան համարի Ֆաբերլիկում կոնսուլտանտի դեր կարգավիճակ, պետք է գոնե ունենա 100 բալանոց խումբ, լավ։ Բացի խումբ, կոնսուլտանտով, մարքեթինգ պլանի մեջ մտնողով, լիչնի ավյոմը 50 բալ։ Առանց ձեր 50 բալի դու օգտվող ուղղակի չեք կարող մարքեթինգ պլանի աստիճանով բարձրանալ։ Միանշանակ սա, այսա, ստեղծել պիտի 50 բալերը լինի լիչնի ավյոմ։ Դրա համար, երբ որ մարդը 3%-ի մասին պետք է պատկերացում ունենա, 3%-ից դուք կարող եք ստանալ ձեզ գումարային տեսքով կարող նստի 1700 դրամ, բայց դուք առանց գումարներ դնելու ձեր շրջապատից 2 ընկերուհի եք հրավիրում որպես օգտվող ու դուք ստանում եք 1700 դրամ, 3%, այսինքն մենք ունենք հնարավորություն, որտեղ դուք չեք գնում աշխատում ու ձեզ չեն վճարում մինչև տնօրեն դառնալը։ Այսինքն դեր ամենաառաջին իսկ ոտք դրած աստիճանից սկսած դուք ունեք վճարվելու հնարավորություն։ Դրա համար ես շատ ուզում եմ, որ հենց ամենաառաջին, ոնց որ մենք հիմնականում շատ շեշտը դնում ենք վերջի աստիճանին ենք հետևում, բայց մենք մինչև ամենաառաջին աստիճանի ոտք դնելու այդ ամեն կազմակերպչական գործողությունները ճիշտ չկազմակերպել, դա էլ մեզ խանգարում է վերջին աստիճանը հասնելու համար։ Մեր երկրորդը ստարշի կոնսուլտանտ, ավագ խորհրդատուն է, ավագ խորհրդատուն, 2 օր միավոր, 2 օր միավորը 6%, որը անում է 6400 դրամ գումար։ Ոնց եք կարծում, տնային տնտեսուհին ով 6400 դրամի 20 օրը մեկ իր անձնական խնամքի միջոցները կարող է պատվիրի, կամ իր տան միջոցները ուղղակի չկպնելով տան այլ բյուջեին, գումարին չդիպչելով 6400 դրամի գնումներ կատարի տան խնամքի միջոցները։ Դա արդեն եկամուտ չի, դա արդեն գումար չի։ Ես ասեմ, որ իմ խմբում ֆինանսական գծով շատ մեծ հաջողության հասած տղամարդ, ում որ ես առաջի անգամ 6%-ի ժամանակ շնորհավորեցի, շատ մեծ շնորհակալություն հայտնեց, քանի որ 6400 դրամ գումար էր ստացել առանց գումարներ ներդնելու։ Իսկ ինքը ուներ իր սեփական բիզնեսը, որտեղ 1 տարի շարունակ ինքը ոչ նույնիսկ 1000 դրամ չէր վերցրել, բայց 1 տարի բանկերից բարգերով գումարներ էին ներդրել այդ խանութը, որպեսզի կարողանային ապրանք լցնել։ Լավ, այսինքն առանց ներդրման ունենք եկամուտ։ Լիդիա 600 բալը մեր մոտ համարվում է 9%-ը, որը ստանում է
29000 դրամ եկամուտ։ Ստարշի լիդեր 1000 բարից սկսած 12%, որը ստանում 67000 դրամ եկամուտ։ Գորը օֆիս։ Նաև կարող եք դիմել մեր մենեջերներին ու կարևորը նախապես ասում եմ, տեղի հետ կապած։ Իմ մոտով 1000 բան անում, կարճ ժամանակ հետո մենք սկսում ենք խոսակցությունը տանել 5%-անոց օֆիս բացելու մասին։ Լավ։ Ինձ հերիք է, որ տանջեք օֆիս բացելուց տեղը լիարժեք պետք է համապատասխանի, որ ես զանգեմ եմ, որ անձրևով ցեղով մեր մենեջերներին չտանջեք։ Մի անգամից արդեն նկարել ուղարկենք շրխ-շրխ 5%։ Վիցե-դիրեկտորը ասեմ, որ 1500 բանն է, որը ստանում է 15% եկամուտ, իդեպ ասեմ, մայրական բոնուս ստանալու համար շատ կարևոր է 8 կատալը կատարում եք 1500 բան, 8 կատալը կատարեցիք 1500 բան, ձեր բալիկից ծնվելուց հետո դուք նաև, եթե դա առաջի բալիկից սկսած եք, դուք մասնակցում եք մայրական բոնուս գումարի, ստանում եք 111000 դրամ 21 օրը մեկ անգամ, ասեմ, որ իմ գրանցվելուց հետո վիդեո ռոլիկը կա, Անին երևի կտեղադրի ձեր խումբ, ես մեկ անգամ արդեն տեղադրել եմ։ Իմ գրանցված առաջի կատալոգում ես կատարել եմ 1500 միավորի խումբը ստեղծել եմ, առաջի կատալոգի։ Ու ասեմ, որ ես չեմ գրանցվել կատալոգի սկսման հենց առաջին օրվանից, լավ, բայց մեկ կատալոգի ընթացքում ես տարել եմ։ Անամիշտ ասում։ Այ անջակ։ Ստարշի վիցե-դիրեկտոր, ասեմ, որ այս ստատուսը, այն կամֆորտի զոնան հիշում եք, չէ՞։ Ինձ իմ խմբում ամենաշատը ներմայնացնում է այս ստատուսը։ Ամենաներմայնացնող ստատուսն է։ Բոլորը այս ստատուսին հասնելու 205,000 դրամ նաստավնիկը փողաստանում, բայց իմ խմբում բոլոր այդ լիդերների կամֆորտի զոնայից այդ ռոլիկը նենց եմ հանում, իմ ձեռով խեղդում։ Քանի որ բնականաբար ձեր համար շատ կամֆորտի զոնա է դառնում, 205,000 դրամ, 20 օրը մեկ ստանաք, բա լավ, քո ներքևում դու լիդեր չաճացնես, իսկ եթե դու ներքևումդ լիդեր աճացնես, չէ՞ որ դու ես 2000 բալի համար խումբ ես բերել, շատ լավ է որ դու ստանում ես, բա քո խմբից չլինի մեկը, որը հասնի այս գումարին կամ այս գումարին, երբ որ այդ նաստավնիկին կամֆորտի զոնայից հանում եք, ու ինքը շատ արագ սկսում է իր խմբում զարգացնել, 5 հոգի գոնե 600 բան, շատ արագ ունենում ենք մենք դիրեկտորի ստատուսը։ Դրա համար ասեմ, որ իմ տնօրենները փառքաստուն շատ են սիրում արվում, որտեղ բոլոր տնօրեններից խմբում ունեմ 600 բաներ, ունեմ փոխտնօրեններ ու բոլոր դիրեկտորներից խմբում ունեմ դիրեկտորներ, լավ։ Ասեմ, որ դիրեկտորի ստատուսը իմ համար դա դեռ սկիզբն է ընկերությունում հաջողությունների հասնելու համար։ Սա ընդհանրապես սկիզբն է։ Դրա համար երբեք մի երազեք այս ստատուսի մասին։ Լավ, մենք ունենք նաև ներքևում հաշվարկային ալուսյակը, որ կարող եք օրինակը նկարել ձեր խմբերում հասարակում։ Հա, մենք արդեն փոխված տարբերակում ունենք խմբերում տեղադրված։ Էսա։ Այ, ես սիրած հաջողության աստիճանն եմ, որ իրականում շատ եմ։ Այնյակ այսպես ինձ ու Աննային նկարել, որտեղ հետո մենք էջուներ ենք տեղադրում։ Էմա ջան, կուզենամ մի պահ մոտենաք մեզ, որտեղ մեր էջիներ, ու կուզենամ նաև լիդերներն էլ մոտենան։ Հիմա լիդերներն էլ թող մոտենան։ Ես ուրեմն հաջողության աստիճանի նկարս, նրանից շատ տարիներ առաջ տպված օրինակով մենք ունենք, ու ես էլ չէի տեսել։ Այս ամյակ նկարում ենք, ու այս հաջողության աստիճանի ինձ թվում է պետք է բոլորը շատ ու շատ իմ Հաջորդ մեր հանդիպմանը ամենիկը ցույց կտա որտեղ անդիպում։ Հա, լուրը որտեղ աջան կնկարես։ Շատ 3-5։ հա։ Միլիոպը Բայց չի երևում, լույսը չի թողում, որ էդ երևա է։ Հլա տեսնես, միան տեսնես, իսել նա աջատել Կար հաստատ, որ
Կարինյանի մոտ։ Այս կոմը մի քիչ բացվեք էլի։ Վրանին էլ երևա էլի։ Սանխակը այդքան լավ չի երևում, բայց ես նավարություն է։ Հաջողության աստիճանի Իսկ հիմա ինչ ուզում ես այդ այլում, երբեք ես չեմ ուզել, հիմա այդ բրյակի փոփոխությունն ես օրենը դա հիմա ապրեսան ջան, փոխադարձա Ուրեմն, այս հաջողության աստիճանի մասին ուզում եմ երկու բառով խոսել, սրանից տարիներ առաջ մենք չունեինք մարքեթինգային դիրքեր, հաջողության աստիճան տեսնելու հնարավորություն Ես միշտ ասում եմ, շնորհակալ եմ Մերիդինի Անդրոկովնային, քանի որ շատ մեծ ներդնում արեց, նախ մենք ունենք շատ գեղեցիկ պահեստ ունենք, շատ մեր ընկերությանը համապատասխան պահեստ ունենք, իդեպ ձեր խմբով շատ արագ կազմակերպենք պահեստի շրջանցումները։ Ու եւ որ մենք ընկերությունում ունեցանք տպագրություն մարքեթինգային դիրքերի, իհարկե դրանից առաջ արդեն սկսել ենք գրականությունը մեր մոտ արդեն շատացավ, Իմ ձեռքը ընկավ հաջողության աստիճանը։ Ու երբ որ հաջողության աստիճանը ես տեսա, այդ ժամանակ ես ընդամենը դիրեկտորի ստատուսում էի։ Քանի որ դիրեկտորը ինձ թվացել է, որ վերջ Ֆաբերլիկում հասնել դիրեկտոր, օքեյ, շատ լավ է, ես արդեն հասել եմ, էլեկտրոն տեղ չունեմ, ու ես հնարավորություն չեմ ունեցել տեսնեմ այս աստիճանների մասին։ Առաջի անգամ երբ որ իմ ձեռքը աստիճանը եկավ, ես առաջի բանը հարցրեցի, ոնց ես կարամ ստեղել հելնեմ, կարամ ստեղել բարձրանամ, ասին հա բա իհարկե կարող ես, ասեմ որ ես ընդհանրապես կատալոգների ընթացքում ես ոչ թե շատ ուզում եի, որ անպայման դառնայի զոլոտա, չգիտեմ ինչի չեմ ուզել դառնալեսի, չգիտեմ, մեկ որ մտածում ջղային անում եմ իմ վրա, մի անգամից անկեղծ եմ ասում, Երբ որ չես տեսել, չգիտեմ, այս աստիճանը ու մի անգամից մտածեցի զոլոտա, ինքս ոսկել եմ շացել եւ դրան եմ կապված։ Ամեն դեպքում այս ոսկե աստիճանը մի անգամից ցանկացա, որ պետքա պահպան։ Հասնեմ այս աստիճանին, մեկ տարվա ընթացքում ես նույնիսկ սերեբրոին որ հասկանեք այլեր էս էլ ինձ առանձին շնորհավորել դորեցի, մի անգամից զոլոտան եմ ես անցել, այսինքն մտածել, որ վայ, կդառնամ դիրեկտոր, վայ, կդառնամ սերեբրով, դուք ինչ ցանկանում եք, դուք հենց դա է դառնում եք, որտեղ մի անգամից ստարշին եմ հաստատել, սերեբրոյից ստարշից մի անգամից կրեմ զոլոտան, ու հիմա բոլորդ էլ գիտեք, որ իմ ստատուսը Ռուբինե դիրեկտորի հաստատած ստատուսն է, բայց նրանց հետո հիմա ես բրիանտում են փոփոխություններ արեմ մարքեթինգում, ես երբեք աշխատանքում երևի թե իմ նաև բան նրանում է կայացել, որ ես երբեք չեմ նայել, ես ինչքան փող եմ ստանում, ես միշտ նայում եմ տեսնեմ իմ խմբում ով ինչքան փող է ստանում, բայց այս դեպքում բրիանտե ստատուսի ժամանակ, երբ որ նայում եմ, թե ես ինչքան փող կարամ ստանամ, անկեղծ ասած համ ամանչում եմ, համ ուրախանում եմ, բայց քայլերը ստանում են դեպի դա ու ասեմ, որ խմբումս էլ առաջիկա շրջանում կփորձենք նաև հաստատել բրիանտե տնօրենի ստատուսը։ Լավ, տարօսը լինի ձեզ առաջի աստիճանի վրա գալուց, երբեք մի ասեք 100 բառնիկ, 100 բառ, հակառակը գրկեք, համբուրեք, շնորհավորեք, որտեղ տվյալ մարդը կանգնած է հաջողության աստիճանի վրա։ Սա այն սլայդն է, որի մասին մինչև մեր մենեջերները գալի, ես խոսեցի, ինչպես տեսնում եք, մեզանից յուրաքանչյուրս երկրագունդը, երբ որ վերցնում եք ձեր ձեռք, այսօր գնացեք ու ամեն մեկը մի հատ գլոբուս բացեք ու նայեք։ Տեսեք ինչքան մեծ հնարավորություն է ձեզ տալիս։ Այդ երկրագնդի վրա, այդ գլոբուսի վրա ոնց կարող եք դուք 5 մարդ չգտնել, որ հասնեք ձեր նպատակին ու ձեր երազանքին։ Լավ, ասեմ, որ այս սլայդներն եմ ուզում նկարել, որտեղ տեսեք, ստատիստիկայով 5 հոգի մարդ, դուք 50 միավորով գրանցելու ժամանակ
ձեր նստած գումարը, ձեր արած բալը, ինչքան ժամանակահատվածում դուք ինչքան բալի հնարավորություն եք ունենում։ Այսինքն, այս աղյուսակները մենք գրատախտակի վրա ենք, անընդհատ ունենում ենք օրինակները նկարած։ Ձեր համար մշակում ենք եւ 2 օրինակով եւ 3 օրինակով գրանցումները։ Բայց աշխատեք դուպլիկացիա կներես աստիճան, եթե դուք գրանցեցիք 5 հոգի, անպայման ամենին պետք է առանձին սովորեցնեք, օրինակ 5 հոգի գրանցենք։ Եվ այսպես շարունակ դեպի խոր։ Այդ ժամանակ դուք արդեն այդ աստիճանով կարող եք բարձրանալ։ Այլ տարբերակ չկա։ Հիմական այլ տարբերակն է, բայց երկար չեն գործում։ Սխալ տարբերակ է։ Սա ամենաշուտ հաջողության հասնելու տարբերակն է։ Հիմա այս սլայդը ուզում եմ նկարել, քանի որ այստեղ պարզ նշած է։ Երբ որ շատերը դեռ օնլայն եք աշխատում, փորձեք օնլայն տարբերակով ուղարկեք մեր սլայդները։ 50 միավոր ու պարզ տալիս է, որ նույնը կատարում է ձեզանից ներքև գտնվող մարդը։ Բալային առումով իր հաշվարկը արդեն արված, ձեզ գրված է ներքև։ Տվյալ մարդուն, այն որ հարցում են, իսկ ես ինչ եկամուտ ունեմ, անմիջապես ուղարկեք այս տարբերակը, ոչ թե ուղարկեք 3%, 6%, 3000 բան, դա իրանց ոչինչ չի տալի։ Լավ, ասեմ, որ շատ լավ սլայդ է։ Դուք ձեր 5 հոգի ու ամեն մեկը 5 հոգի, դուք արդեն գալիս եք կանում եք որ աստիճանի, ոնով են այդքան դժվար չի, դժվար է այն առումով, որ պետք է գտնեք այդ տիպի մարդկանց ձեզ նման։ Եթե մարդու հետ դժվար է աշխատել ձեզ, չեք կարող աշխատանք կատարել հետո, շատ դժվար է լինելու, ձեզ նման, ձեր աուդիտորիան պետք է գտնեք ու աշխատեք իրենց հետ։ Եթե զգում եք մարդու հետ ի սկզբանե դժվար է, բայց ինքը աշխատող է, թողեք իր ձևով, ոնց կզարգանա, զարգանա։ Ձեր համար պետք է գտնեք ձեր աուդիտորիան, որը ձեզ ճիշտ արտահայտում հարգել է եւ սխալը, կլսի, դուպլիկացիա կանի, կընդունի ձեր խորհուրդները, ոնց որ գտավ Հասմիկը, հա, իրան հարազատ են, բոլորը արդեն ընտանիքի նման են իրանք։ Այդ տենց մարդկանց պիտի գտնեք, որոնք պատրաստ են ձեր համար, բնականաբար առաջին հերթին իր համար, հետո ձեր համար, կանգնել, անել, այն ինչ որ ասում եք պիտի անի, այդ տենց մարդկանց գտեք ու իրականում այդքան էլ դժվար չի։ Բանաձևը 5 Ուրեմն տեսեք, 5 անգամ 5-ը չենք մոռանում։ Ամերիկայում կարակ, Եվրոպայում կարակ, Հայաստանում կարակ, 1000 մի տեղ կարակ, հեծնես չեմ ասում, գլոբուսը վերցնում եք, ու այդ գլոբուսին ասում եք, ես 5 հոգի մարդ եմ ուզում իմ նման, ու վերջ, կատարում է ձեր բոլոր երազանքները, ձեր նման մարդ 5 հոգի, 5 անգամ 5, հասանք մեր նպատակին, լավ? Հասակ նպատակի գումարը նստեց։ Ու մի անգամից փող չեք ստանում բանկից։ Հետո գործընթաց է։ Պատվեր անելուց երևի չեք, գիտեմ, որ բոլորն էլ լավ գիտեք։ 65-35 բանով տոկոսով։ Սա գալիս տաբերությամբ, հա։ Հասակ այն սլայդի կեսից արդեն կարող դիմեք, անձևացեք և ստանաք բանկից ձեր գումարները հասանելի։ Ձեր ընտրությունը 1500 բալից պիրոտ, բացեք ածե և ստացեք։ Շատ լավ։ Երբ որ են 5 անգամ 5 արեցիք, ստացվեց, ամեն ինչը շատ հիանալի է, ինչ է լինում։ Բոնուսը։ Այս կեքը պատմիլոցի, ասեն որ ուրեմն տեսեք, ամենայն առաջի ուղևորությունը եղել է Կեմեր քաղաքում Անտալիայում, բայց քանի որ նաև ես շատ եմ իմ երազանքները կարողանում եմ կարևորը առաջնայինը ոչ առաջնայինից նաև դասակարգում եմ, ես ունեի իմ կարտա միջտի ու այդ կարտա միջտայից վրա ես փակցրել էի, վերցրել էի ուզած, ես ամեն ինչի լավն եմ սիրում,
վերցնեմ, ու ես սիրուն սեզ նկարել եմ միած շատ սիրուն կտրել էի, շատ սիրուն տենց ամսագրից, Կեմեր քաղաքի հենց Ռիքսոսների ցանկին պատկանող հյուրանոց ու տղցրել եմ կարտամիջտային, ոսում ես որ գնամ հանգստանալու, ես գնալու եմ հենց ստեղ հանգստանալու։ Մեր տանը որ հույր էին գալիս, կարտամիջտից բերում էի, սեն ժուրնալի սեղան չչապում էի, սուս ես բացում, փռում էի ժուրնալի սեղան, ընենց էի ծիծաղում իմ վրա գնում, Անենց էին ծիծաղում, ասում էի լավ, շատ բան չի մնացել, քիչ ա մնացել, այդ ուրախությունները ոնց ա սարել, ոնց եք տղրել, ասում էի, բայց ամեն դեպքում, այո, ես իրանց երկար սպասել չտվեցի, ամենաառաջի ուղևորությունից, երբ որ ուղևորությանս տեղը գնացի, ասի, ես կյանքում առաջի անգամ եմ երկրից դուրս ուղևորության գալի, բայց ես ոնց որ թե նախորդ կյանքում ստեղ եղել եմ, հանգստացել եմ, ես Այնքան ասում ես հիմա որ քայլում եմ, էթալում ես ինչ տեղը։ Հանգստանալուց հետ եմ եկել։ Դասավորում եմ իրերս, կարտամիջտից վերցրել եմ, ասում նորից իրանից շնորհակալությունս հայտնել, տեսնում եմ նույն Ռիքսոսը, նույն հյուրանոցում, ես հիմա էլ օրացնի, որ ամբողջ մարմնով էլի փշաքաղվեցի, ես նույն հյուրանոցում եմ հանգստացել։ Ես ունեմ այն տիպի տուն, որի մասին որ ցանկացել եմ։ Ես ունեմ այն լիդերները, որոնց մասին երազել եմ։ Այսինքն ձեր կարտամիջտան դա ձերն է, մի վախեցեք։ Ուղղակի կարացեք, կարևորեք ու կարացեք այդտեղ տեղավորեք։ Օրինակ իմ կարտամիջտան կա նաև ինքնաթիռ նկարած։ Դե շատ լավ է։ Բայց ես վստահ եմ, որ դա լինելու է, որտեղ կան բաներ, որոնք եղել են ու դա էր իրականությանը ոչ համապատասխանում։ Լավ, կարևորը որ դու ցանկանում ես ու վստահ ես, որ դու դրան կհասնես։ Բոնուսների համար ասեմ, Աննա ջան, ոնց որ իմ ինքնաթիռին չեն հավատում շատերը, ասեմ, որ շատերը չեն հավատում մեր բոնուսներին։ Երբ որ մարդիկ դառնում են դիրեկտը, ասում 1000 եվրո, անաշխատանակ 1000 եվրո, ասեմ ավելին, որ ես 4 միլիոն դրամ եմ բոնուս ստացել։ 1000 եվրոն օրինակ դաժե մտածում շատ քիչ է ինքը։ Մի մտածեք, որ դա շատ է, որտեղ 4 միլիոն դրամ, ես հիմա որ բրլյանտս բացեմ, 6 միլիոն դրամ կարամ ստանամ նվեր։ Նախորդ իմ բոնուսը ես զգալի մեծ գումար եմ ստացել նվեր, ամեն ստատուսի հետ կապված։ Դրա համար նվերների մասին մեր ընկերությունը չափից դուրս առատաձեռն է։ Այո։ Ուրեմն, պրոգրամաների մասին մենք ընթացքում լրիվ ներկայացրել ենք։ Երկրորդ հանում ենք, հանել ենք։ Նակապիտիները, անջան, բայց մենք երկրորդը հանելու դեպքում մենք հիմա ունենք ավելին ունենք։ Ուրիշն ենք։ Հիմա օրինակ 50 միավորի ժամանակ մարդկանց 2 լավագույն միջոց է տրվում։ Իսկ նախկին նակապիտինի ժամանակ մենք պետք է ունենայինք այդ 2 միջոցի համար, պետք է հավաքենք քանի կատալոգներ, որ մենք դա ունենայինք։ Ասեմ, որ եթե ինչ-որ մի բանը փոփոխության է նույնիսկ ենթարկվում ընկերության կողմից, միայն իօքուս կոնսուլտանտի է անում։ Կոնսուլտանտի մոտ լինում առաջի ռեակցիան, բա, ինչի տարան են իմ ակցիան, մի անգամից ես Կյանքում եք չեք սովորի, բայց այն մեկը